Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ լիքը սեր եմ բերել այս սրտիկ դոնդող տորթի միջոցով։ Սիրով կպատրաստեմ և կկիսվեմ ձեզ հետ հրաշալի դոնդող պատրաստելու բոլոր նրբություններով։ Սկսենք պատրաստելը, իսկ եթե դիտում ես, բայց դեռ բաժանորդագրված չես, բաժանորդագրվիր և անցնենք առաջ։ Դոնդողը էլ ավելի ամուր դարձնելու համար նախապես թրջում ենք ժելեն և թողնում ենք, որպեսզի այն ուռչի։ Ավելացրեցի 3 գդալ ժելատին և կթրջենք այն մոտարապես 30 գրամ ջրով։ Եվ ահա ես վերցրել եմ այս դոնդողները, անհրաժեշտ է այն լցնել 3 առանձին տարաների մեջ և վրան ավելացնել եռման ջուր։ Տուփերի վրա գրված է, որ կարող ենք ավելացնել 250 մլ ջուր, բայց այդ դեպքում դոնդողը շատ թույլ է ստացվում, ես ավելացնում եմ գրեթե 200 մլ ջուր։ Ջուրը պետք է լինի անպայման եռման վիճակում, այլապես ժելեները չեն հասցնի լուծվել։ Լավ խառնում ենք, մինչև ամբողջովին լուծվել է։ Այստեղ և ավելի համեղ և ավելի գունեղ տորթ ստանալու համար մի մասի վրա կավելացնեմ հունական յոգուրտ։ Այստեղ մեր դոնդողը ավելի քաղցրացնելու համար ես յուրաքանչյուրի վրա կավելացնեմ մեկական ճաշի գդալ շաքարավազ։ Իհարկե սա ըստ ճաշակի։ Առանց շաքարավազ մի փոքր անհամ է ստացվում։ Եվ վերջում հալեցնում ենք ժելատինը, ես հալեցնում եմ միկրոալկային վառարանում, էտապներով 10 վայրկյանում եք հանում և խառնում եմ, քանի որ չի կարելի ժելատինը եռացնել, կամ գոլորշու վրա ենք դնում, մինչև հալվելը խառնելով թուլացնում ենք։ Ավելացնում ենք մեր պատրաստի զանգվածներին և սկսում ենք անցնել հաջորդ քայլին։ Ես վերցրել եմ այսպիսի սրտիկ ձևաչափ, առանձին սրտիկներ ստանալու համար դուք կարող եք ձեր տորթը ձևավորել ձեր ճաշակով, ձեր ձեռքի տակ եղած պարագաներով։ Եվ մնացածը անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում, յուրաքանչյուր փուլ սառեցնում ենք, մի փոքր անհրաժեշտ է համբերություն, շտապել պետք չէ, քանի որ ժելեները առանձին պետք է սառեն, որպեսզի վերջնական տեսքը լինի գոհացնող։ Ամեն շերտը լցնելուց հետո ես տեղափոխում եմ ոչ թե սառնարան, այլ սառցախցիկ ավելի արագ սառելու համար։
Եվ ահա այս սիլիկոնե ձևաչափից շատ հեշտ դուրս է գալիս, մի փոքր պետք է օգնել կողքից եւ վերջ, այն հեշտությամբ պոկվում է։ Եվ ստանում ենք անչափ գեղեցիկ, գունեղ եւ շատ համեղ, նաեւ օգտակար դոնդող տորտ։ Դե ինչ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր էլ այսքանն էի պատրաստել, ձեզ բերել էի լիքը սեր, պատրաստել էի սիրով, եթե կպատրաստեք, կկիսվեք, թե ինչպես է ձեզ մոտ ստացվել, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, կարող եք նաև սրտիկներ դնել մեկնաբանություններում, կիսվեք նաև ձեր սոցցանցերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։